Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև զարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այս բան ես զրուցելու եմ Մայր Հայաստան շարժման նախաձեռնող խմբի անդամ Երևանի հավաքանում Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։ Շնորհակալ եմ Մանուկ մեր հավերտ ընդունելու համար։ Երևանի քաղաքապետարանի կամ թաղապետարանների շուրջ են պատտվում գրեթե բոլոր կոռուպցիոն պատմությունները իշխանությունների կողմից թմկարվող կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում եւ օրս ձերբակալվեց, նաև կալանավորվել է կարծում արդեն Շենգավիթի արդեն նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, դրանից առաջ այլ թաղապետեր քաղաքային իշխանության ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Ու բնական է, որ կոռուպցիա կա եւ կոռուպցիան այս իշխանությունների այսպես ստվերն է, անդադ իրենց հետապնդելու է։ Բայց ինձ համար գիտեք ինչն է զարմանալի, ինձ համար զարմանալի է, որ կոռուպցիոն պատմությունների կիզակետում միայն Երևանի, հիմնականում Երևանի քաղաքապետարանն է ավելի ճիշտ։ Ինչը նախարարություններում չկան կոռուպցիոն պատմություններ, չգիտեմ, այլ համայնքապետարաններում չկան, իհարկե կան։ Ձեր գնահատմամբ իհարկե մենք վերադառնանք կոռուպցիայի պատմությանը, ինչու է հատկապես Տիգրան Ավինյանի այսպես ենթակայության տակ գործող մարմինները դառնում իրավապահների թիրախ։ Նախ թվաբանական ամենակարճ արձանագրումը Երևանի 2025 թվականի բյուջեն 2024 թվականի համեմատ ավելին է 34.5 միլիարդ դրամով։ Այսինքն ոչ մի գերատեսչության ծերասացի տրամաբանության շրջանակում ոչ մի գերատեսչության բյուջե այդքան թռիչքային աճ չի արձանագրել։ 1. Երկրորդը Երևանի քաղաքապետարանը գործառութային մասով ամենաշատն է սոցիալապես շփվում քաղաքացիների հետ, հա։ Այսինքն մենք գիտենք իրավիճակը ինչպիսին է, ինքնական շինություններ, առաջ տված, հետ տված կադաստրային համապատասխաններ, այսինքն կա ակնհայտորեն օրենքի հետ շատ դեպքերում հակասության մեջ մտնող իրավիճակ, որ օրենքի գործիքակազմը չի բավականացնում եւ արդարությունը պահել եւ միևնույն ժամանակ մարդկանց նյութական վնաս չտալ, ահա այդ կոնֆլիկտի մեջ ստորին օղակներից սկսում է այդ process-ը, հա, որ սողանցքից օգտվենք, ինչի վրա աչք փակենք եւ վերևներին ինչքան փայտանք այդ աչք փակոցից, որ բանան։ Էլ չեմ խոսում տենդերներ, ասֆալտ, շինարարություն, հողահատկացում, շինթույլտվություն եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ճակերտավոր բումը, որ կա այս շինարարական, իր հետ չէր կարող չբերել այս կոռուպցիոն մետաստազները։ Ինչ վերաբերում է ձեր նշած Շենգավիթի թաղապետի ձերբակալության այդ դրվագին, ես ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել եմ փաստի վրա, որ հայտարարվում է, որ իբրև թե մարդ է ծեծել, դրա համար է իր կուսակցությունը ծեծել, այո, դրա համար ձերբակալվել է։ Հիմա տեսեք, նոր-նորքի թաղապետն էլ մարդ ծեծեց, բայց մեկ ամիս տևած ճշգրտումները լավ չկան, ոչ կպական մարդ ծեծեց։ Էդ եմ ուզում ասում, գալիս եմ դրան, մեկ ամիս տևած երկար քննարկումների հանրային ճնշման արդյունքում տենց մի կերպ մի թեթև աշխատանքից ազատեցին, բայց թողեցին իր թողած մարդուն։ Այո, եւ ձերբակալման մասին խոսք չգնաց։ Այնինչ ես վստահ եմ, եթե նոր-նորքի թաղապետը ձերբակալվեր մարդ ծեծելու համար, Շենգավիթի թաղապետը միգուցե մարդ չծեծեր։ Հա, կարելի է նման ենթադրություն անել։ Բայց այս պարագայում դիցուկ ծեծել է իր կուսակցին, դրա համար չի ներվել դա։ Դա շատ մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ նախորեն, երբ որ ոստիկանը հարվածեց լրագրողին Մերին Մանուկյան եւ ընդհանրապես աշխատանքից ազատեցին։ Եվ փոխանակ ասենք ձերբակալեին, հա, նրան, այսինքն միայն աշխատանքից իմանաք, այդ ոստիկանները շատ հաճախ հետո վերադարձվում են աշխատանքին, ձևական 1-2 ամսով հանում են։ Մի քանի ամսից հետո վերադառնում են, այնինչ
ձերբակալելը եւ քրեական պատասխանատվության ձերբակալելը եւ քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է լինել երաշխիք, որ կողքինները դաս քաղային եւ նույն ինքը հետագայում Կողքինները բան չէր։ նախատեսված են հենց դրա համար է։ Դե դրա համար հետեւաբար այսինքն ցիկլը փակվում է, ուրեմն թաղապետերը նախատեսված են մարդ ծեծելու համար, միայն ոչ իրենց կուսակցին։ Ուրիշներին ծեծում եք, ոչինչ, մի թեթև գործից կհանենք։ Նախ թաղապետերը նախատեսված են հիմնականում որ մարդ ծեծեն, չգիտեմ, ոստիկանները նախատեսված են, որ ընդդիմադիր բողոքի ակցիաների ժամանակ ակտիվիստներին եւ լրագրողներին հրմշտեն, հարվածեն։ Բայց Իրենք են նախատեսված են, որ փող աշխատեն։ Չեք ուղի եթերում եք ծեծում, արա չեք կարող մի հատ ուգլ բռնեք ընդ ծեծեք, ասեք կարող եք այդ 5-6 հոգով Մերի Մանուկյանին ուղղակի ուրիշ տեղ առանց կամերաների մոտ ծեծել, այսինքն սա այս մարդկանց ուղերձն է, ԿՊԱ-ականների չի կարելի ծեծել, լրագրողների չի կարելի ծեծել եթերում, որովհետև լրագրողներին ծեծել են այս ընթացքում բռնության ենթարկել են, այդտում նաև տարբեր հանրային միջոցառումներ լուսաբանել։ Մյուս կազուսը թաքուն ծեծածին ձերբակալենք, բացահայտ ծեծածին չենք ձերբակալում, հասկանում եք, Դե ստանդարտներ են բաղում։ Այն հարության աչքի առաջած են ձերբակալում։ Իսկ այն որ բանա, բայց քանի որ թաքուն այդուհանդերձ կուսակցին է ծեծել, ձեզ հետ նույն սենյակը կիսող Անի Խաչատրյանը բացատրել աշխատասենյակի մաս, նիստերի նույն դահլիճը կիսող, ուրիշ բան չմտածեք։ Անի Խաչատրյանը հայտարարել է, որ իրանք եվրոստանդարտներով են ծեծել։ Ասաց նախկինում ոչ հրապարակային էին ծեծում դալաններում, բան հիմա ամեն ինչ ժողովրդի աչքի առաջ է, ժողովրդի համար արվել սա։ Դե հիմա իրենք նույն այդ եվրոստանդարտներով լռում են եկեղեցու վրա ԿՊ-ի այս համակարգված գրոհի կապված, չգիտեմ ովքեր են ֆիքսել դա, ովքեր չեն ֆիքսել, ԿՊ-ի կոալիցիոն գործընկերը եւ այսպես ասենք եվրոպական հանձնակատարը Չակերտավոր իհարկե լռում է, ինչու է լռում, հտպարտ պատճառով, որովհետեւ 99 թվականին, երբ որ տեղի ունենում կաթողիկոսական ընտրությունները հենց նույն հոկտեմբերի 27-ին, Հանրապետություն կուսակցության առաջնորդ այն ժամանակվա ուղակի Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը կաթողիկոսի ընտրության պատվիրակների մեջ է եղել։ Այսինքն բա որ տենց ԿՊ-ի հետ համերաշխեք, իշխանություն եք կիսում։ Ինչ էին ընտրողների մեջ եղել։ Ինքը ընտրիչների մեջ է եղել։ Բա որ տենց համերաշխեք, իշխանություն եք կիսում, պատասխանատվություն եք կիսում, այդ նախկինների թեման ծամոն դարձրած տենց կոմպլեքսավորված նախկինների դեմ ձեր Չակերտավոր ատելությունը ավելի մեծ է, քան սերը հայրենիքի ու պատասխանատվության նկատմամբ։ Բա ինչի դեն չեք անում հիմա Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում եկեղեցու վրա հարձակվելով, թե այդուհանդերձ զարմանում եմ, դուք երևի լուրերին չեք հետևում։ Դուք երևի չտեսաք, որ վերջերս կառավարությունը կլինկերի առումով հարկային արտոնություններ է տվել Արամ Սարգսյանի տղային պատկանող ընկերությանը։ Ինչ կաթողիկոս, եթե Արանքում կա կլինկեր։ Դե եթե ցեմենտի գործը մի քիչ եթե ամեն երկրի հետ կապված ճակատագրական իրավիճակ պետքա վերածվի բիզնես բարտերի, շատ լավ կլինի, որ հանրությունը այդ մասին նոր եք նկատում։ Ես դա նոր չեմ նկատում, բացապես հերթական անգամ Երևանի քաղաքային իշխանությունները խլեցին ըստ էության ժողովրդի ձեռքից, որտեղ ժողովրդի իրենց չէր ընտրել, ԿՊ-ին չէր ընտրել։ Եվ նվիրեցին ԿՊ-ին, դրա փոխարեն իրենց հետ փոխկապակցված մարդիկ կասկադում 10 հեկտար հող ստացան։ Հիմա կաթողիկոսի նկատմամբ այս ապօրինության մասով կլռեն, կլինկերի բան են ստացել, եկամտային աջակցություն, հարկային արտոնություններ են ստացել։ Հեսա մի քիչ էլ որ լռեն, կարող է այդտեղ Ավինյանը բալկոնները առաջ տալու հնարավորություն տա իրենց։ Եվ մասիվում էլ բան էին ստացել, ֆոտոշոփով երկու շենք, որ այտենց ներկայացնեն իբրև թե բավականաչափ հեռու են, որ մեջտեղը շինթույլտվություն տան իրանց։ Այսինքն մի դեպք չի, ես ուղղակի sense իմիջայլոց անդրադարձա առանձնապես իրենք ոչ մեր թիրախն են, ոչ էլ մեր սպարինգ պարտները։ Պարզապես ուզեցա հանրության ուշադրությունը հրավիրել այդ դրվագի վրա, թե ովքեր կգնան տարբեր տաղավարներին չէր կխոսեն։ Յուրաքանչյուրի խոսույթի հետևում իրականում ինչ շարժառիթներ ու ինչ ասենք մոտիվացիա թաքնված, որ մարդիկ ուղղակի դրա վրա ուշադրություն դարձնեն, բայց վերստի վերադառնալով այդ թաղապետեր, կոռուպցիա, ձերբակալություններ, նիստից մի թաղապետ պակասում է նիստերի դահլիճից, նիստից նիստ 2-3 հոգու ձերբակալում են, բայց ինչպես դուք նշեցիք, այն ազատված ոստիկաններին հետո վերականգնում են, այդ ձերբակալվածներին էլ 2-3 ամիս անց տնային կալանքով բանով սենց
ինչ որ բաներ ան, թող ոչ մեկը չմտածի, որ ես ուզում եմ, որ բոլորը գնան տարիներով բանտերում նստեն, ամենևին հատկապես եթե խոսքը համակարգային կոռուպցիայի մասին է։ Այսինքն սլաքավարին բռնել Գլխավոր նստածնողներն են նստած։ Հա, սլաքավարին բռնել, զոհաբերել հանրության աչքին թոս փչելու համար, կներեք դա մեզ հետաքրքիր չի էլի։ Ինչ որ միտեղ այդ առումով, ինչ որ մի առումով անուղղակիորեն այդ մարդիկ կարելի է քաղաքական զոհեր լինել։ Ինչպես Քաղաքներ ԿՊԱ-կան գզվրտոցի երանգներ տեսնում եք թե չէ։ Դե տեսեք, երկար տարիների ընթացքում հեղափոխությունը այս դեպքում արդեն ճակերտավոր սկսում է խժռել իր զավակներին եւ հատկապես մեծ իշխանությունը եւ մեծ փողերը քիմիա են փոխում մարդկանց մոտ, ամբիցիաներ են ավելացնում, իսկ մարդիկ, ովքեր իրենք համարում են, որ իրենք վաստակած իրավունքով են, որպես հեղափոխական սվիտայի անդամներ զբաղեցնում այս կամ այն պաշտոնը, յուրաքանչյուրը կարող է պահի տակ իրեն պատկերացնել, ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանին հնարավոր փոխարինող ինչ-որ մի հատ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարող նման բան պատկերացնել։ Դե դրա համար էլ այդ բաժանիր որ տիրես սկզբունքն է անընդհատ ինչ որ մեդիաներով, սոցցանցերով, իրավապահներով ինչ որ մեկի հետ կապված ստեղծեն լարվածություն, որ հեսա կձերբակալեն կամ պաշտոնանք կանեն, մեկ էլ այդ լարվածությունը իբրև թե անցնում է, տվյալ մարդը դառնում է ավելի խոցելի, կառավարելի եւ կանխատեսելի, բայց միևնույնն է, խոշոր հաշվով ոչ երկրի գլոբալ հարցերն են լուծվում, ոչ էլ իշխանությունն է դառնում ավելի լավ եւ որակյալ, ինչպես երկրի արժեվ կանգնած մնացած մարտահրավերները, սա նույնպես այս թնջուկը լուծվելու է բացառապես իշխանապողության միջոցով եւ առաջիկա ընտրական գործընթացներում ընդդիմությունը հարության հետ շատ բաց, անկեղծ, բոլոր ուղղություններով պարզաբանելու, խոսալու, փաստեր հրապարակելու կարիք ունի, պարզապես Նիկոլ Դավաճան, Նիկոլ Հողատու այդ խոսակցությունները այլապես բան չեն, բավարար չեն։ Թեպետ հանրությունը ամենօրյա իր կենսագործունեության մեջ իր մաշկի վրա զգում է այդ շրջանառության հարկ տեղական турքեր, հա, եկամտային հարկին դեռ չեն հասել, բայց ուզում են արդեն շրջարկը կամած մոտեցնել, դարձնել ավելացված արժեքի հարկից 20% չափ, ասենք գույքահարկ, կարմիր գծեր, հանրային տրանսպորտ, sense ամեն ինչը մարդկանց համար սոցիալապես բան ա եղել, բայց ընդդիմությունը հանրությանը համոզելու խնդիր ունի, որ ուղակի իշխանության այսօրվա թույլտված բաց թողումներից զատ ինքը գիտի այն բալասանը, այն բուժումները, այն լուծումները, որ մարդկանց կյանքը էլ ավելի չեն բարդացնի, դեռ բան կթեթևացնեն։ Տիգրան Ավինյանը ամիսներ առաջ ասում էր, որ ձեր սկսած բոյկոտի process-ը տապալված է։ Շաբաթներ առաջ իր մամուլի խոսնակ, քաղաքապետի մամուլի խոսնակ արդեն հայտարարեց հետևյալ, որ ընդդիմությունը peace բոյկոտ է կազմակերպել, դրա պատճառով տրոլեյբուսներ չեն կարող բերել, որտեղ գումար չի հավաքվում։ Որտեղ է իրականությունը, որ բոյկոտ չկա, թե որ կա։ Թե հիմա էլ արդեն լավ առիթ են գտել, եթե բոյկոտն էլ կա։ Դուրս գրեն ընդդիմության վրա իրենց։ Ինչ անհաջողություն կլինի, այսինքն կասեն, այ որ բոյկոտը չլներ, մենք Աչափնյակի մետրոն հեսա կառուցում ենք, Մայր Հայաստանը հանգարած է։ Նախ կուզեմ սկսել նրանից, որ ընդդիմությունը ասում էր բոյկոտեք ոչ թե որ ներկայիս քաղաքային ադմինիստրացիայի չգիտեմ, տարբեր ներկայացուցիչների սանրվածքը մեր թուրը չի գալի դրա համար։ Մենք ասում ենք դրա տակ այնքան կոռուպցիա կա տարիների վեր կուտակված։ Եկեք դա բացահայտենք կանխիկից անկանխիկի անցման արդյունքում։ Մի հատ ֆիքսենք շրջանառությունը, մենք ունենք համոզմունք, որ 100 դրամը բավական է։ Եկեք դա անենք, հետո նոր կանցնենք հարցի քննարկմանը, թե որքան պետք է արժենա մեկ ուղևորա փոխադրումը։ Այդտեղ իրենք վարվեցին զորբայաբար 17000 երևանցու ստորագրություն տարանք, որ նիստ անենք, ուղակի ճողոպրեցին, փախան այդ նիստից։ Իրենց թանկացումները կասեցնող որոշման նախագիծ բերեցինք, այդտեղից էլ փախան։ Այսինքն ամեն ինչ արեցին մաքսիմալ հանդուգն եւ ամբարտավան, մեկ էլ սկզբում հայտարարեցին, որ չի գործում բոյկոտը, մեկ էլ վեր կացան, ասեցին, վայ գիտեք, բոյկոտի պատճառով թերհավաքագրումներ կա, 45 տրոլեյբուսից 30-ը հաստատ չենք առնելու, 15-ն էլ հարցական է։ Նախ առաջ պետք է ներողություն խնդրել եւ իշխանու եւ ընդդիմությունից եւ հանրությունից, որ իրենք ստել են։ Ասեք, այո, մենք սխալ էինք, ինչպես դասականը կասեր, Մայր Հայաստանը ճիշտ։ Երկրորդը, մի շատ կարևոր դրվագ կա։ Ինձ ահազանգում են տարբեր քաղաքացիներ, ովքեր չեն բոյկոտում, ուզում են վճարել, բայց որոնց քարտերը վալիդատորները չեն կարդում։
Այսինքն ձեր ներդրած համակարգը տիկնակ եւ պարոնայք քաղաքային Ինքնաբոյկոտ է։ իշխանավորներ։ Այո, ինքնաբոյկոտ է։ Եվ դուք չեք դրել այնպիսի համակարգ, որ անգամ իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են թեկուզ անհարմար զգալով վճարել, նրանց վճարումը հասնի տեղ։ Եվ ձեր վատ համակարգի այդ էս տոկոսը չգիտեմ, ինչքանն է մտածված բոյկոտ, ինչքանն է, որ համակարգը չի կարդում։ Մի տոկոսն էլ կա, այն որ ուզում է երևի թե վճարի, բայց հնարավոր չի վալիդատորին հասնել, որովհետև ավտոբուսի դռները մի կերպ է փակվում, հա։ Էդ էլ մի ուրիշ հարց է, մաները սկսել են արդեն իրենց չարթարացնել, դրան առանձին կանդրադառնանք։ Հիմա այն մարդկանց չվճարումները, ովքեր ուզում են, բայց չեն կարողանում, մի դուրս գրեք ընդդիմության բոյկոտի վրա, մի ինչ որ մի հատված պատրաստել անհարմար զգալով, տենց վճարել, միայն թե ձեր այդ սանկցիաների չակերտավոր չի ենթարկվի, վարորդների հետ կոնֆլիկտի չգնա, բայց այդ մարդկանց ցանկությունը տեղ չի հասնում, չեն կարողանում վճարել։ Այդ մեկ այդ դուրս, բայց անգամ իսկ դիցուկ ընդունենք ամբողջ չվճարումը ընդդիմության բոյկոտի կոչի արդյունքում, ընդունում ենք հետեւյալը, որ հանրության մեջ ընդդիմությունը ավելի շատ կշիռ ունի, քան թե դուք։ Իսկ բա դուք դեռ նստած չեք, ուրեմն գնացեք արտահերտ ընտրություն, թե կարող անդիմությունը իշխանությանը, բա ժողովրդին համոզի, որ չվճարեն այնքան, որ դուք կանգնած եք հիմա ֆինանսական կոլապսի առաջ։ Եվ հանրությանը սպառնում ասում եք 45-ից 30 արդեն չեն կառնելու տրոլեյբուսների, 15-ն էլ կասկածելի է, բայց նախորդին տեղի ունեցած գործակարգավարականի ժամանակ Ավինյանը հանձնարարեց, որ անպայման պետքա ձեռք բերել մեր առաջնային ծախսերի մեջ։ Այսինքն ինչ եք ուզում ասել, որ երևի այնտեղ իրան ասեցին, որ ամոթ հա տենց բան ասել է, դու քեզ դնում ես ծիծաղելի վիճակի մեջ, մի ասա տենց բան, որ ընդդիմությունը այնքան է ազդել հանրության վրա, այնքան են ընդդիմությունն ու ժողովուրդը իրար հետ համերաշխ, որ քեզ դել են մի ասա, ուղղակի մի ասա տենց բան, ամոթ է։ Դա քո պարտությունն է, քո խայտարակությունն է։ Ինչ որ մի բանից այդ փողը կտրի, տրոլեյբուսները առ։ Ես այդտենց եմ ենթադրում։ Դրա համար վեր կացավ ասեց մեր առաջնահերթ բանն է պիտի առնենք։ Ոնց է, բա որտեղից այդ փողը։ Ահա, հիմա էլ ասելու են կտրել ենք, չգիտեմ, մանկապարտեզներից, մյուսից։ Այսինքն եթե դուք պիտի կարկատան անեք, կցեք, կծմցեք, հանրության հետ երկխոսության մեջ չմտնեք, այդքան շեշտակի ավելացած բյուջե ունենաք այդ շինթույլտվությունների ու գույքահարկի արդյունքում։ Ու էլ այսօր հանրությունը խնդիր ունենա տրանսպորտի։ Մեկ էլ կանգնեք ասեք, վայ գիտեք 87 ման ավտոբուսից 10 էլ չի աշխատում։ Պարզ պատճառով այդ ավտոբուսները նախատեսված չեն, ասենք, չգիտեմ, ժամը 6-ից մինչև 9 առավոտյան եւ նույն ժամերին երեկոյան, որ ասենք, չգիտեմ, գերբեռնված երևի այնքան են գնացել, որ օբյեկտիվորեն մաշվել են այդ ավտոբուսները։ Դրանք նախատեսված չեն, որ մինչև դուռը մարդ կանգնի, հա։ Հիմա դուք դրել եք գերծանրաբեռնվածության տակ այդ ավտոբուսները մաշացրել շարքից հանել եք, մեկ էլ ասում եք, վայ, ոնց որ թե մանը լավը չի, ուրիշ տեղից ավտոբուս բերենք։ Այսինքն այս խառնաշփոթը, այս բալագանը, որ տակին են, կառավարումից կիլոմետրով հեռու են, նստած թամերը զբաղված են, Եթե հիշում եք, պարոն Սուքասյան, Նիկոլ Փաշինյանը շրջարկի վերաբերյալ փոփոխություններ էր կառավարությունը ընդունել եւ կառավարության նիստում ինչ էր ասում, ընդունենք 3 ամիս հետո տեսնենք, չի աշխատում, կհանենք, այսինքն փորձադաշտ է իրենց համար այս պետությունը, համայնքը, Երևանը այս պարագայում։ Հիմա կարող են չէ նորմալ մասնագետներ բերել, որոնք կհաշվեն Երևանի ճանապարհների վիճակը, թողունակությունը, լայնությունը, հնարավորությունները, կհաշվեն նաև մենթալիտետը հասարակության, կհաշվեն քանակը, մինչև այսօր թիվ չունեն, չէ՞, ոնց որ օրը քանի հոգի է օգտվում տրանսպորտ։ Չունեն այդ։ Եվ նոր կհաշվի կար, այդտեղ ման է պետք, չինական ավտոբուս է պետք, չգիտեմ, ֆրանսիական է պետք, 1000 տարբերակ կարող է քննարկվել։ Այսինքն այս մարդիկ ուղղակի մեկ իր գեղչկական, այսպես մտքերով ման է սիրում, եկեք ման բերենք։ Մի ժամանակ էլ ասում են Վանո Սիրադեղյանը ջիպեր սիրում, ոստիկանությանը ստիպում էր ոստիկանության համար ջիպեր առնեն։ Այսինքն այս մարդկանց մոտ ինչ-որ անձնական, ինչ-որ անհատ որոշումը համայնքի վզին որոշում է փաթաթում։ Չէ, ոչ թե փորձադաշտ է, այլ իրանք ունեն երկու չափում։ Ամեն մի փոփոխությունից, ամեն մի դրույքաչափի ավելացումից որքան ավել փող կմտնի բյուջե, պետական կամ համայնքային, եւ երկրորդը այդ ձեռքբերումների, գնումների արդյունքում իրենք ինչքան սելֆի կարող են անել, ասենք մաների հետ նկարվեն։ Ասենք այդ ման ավտոբուսների հետ, չգիտեմ, 3-4 քաղաքապետ գնաց գործանում նկարվեց եկավ։ Դուք բան ու գործ չունեք,
ավտոբուս էլի փողը տվել եք գալու է շահագործեք։ Դրա համար ինչ իմաստ ունի վեր կենալ հասնել, ասենք, չգիտեմ, Գերմանիայում գնալ գործարանում սելֆի անել, որ հələ տեսեք ինչ ավտոբուսներ են բերում։ Այսինքն իրենց, չգիտեմ, մտավոր կարողությունների, իրենց այսօր չտեսության այդ բարդույթը ուզում են հարության վզին փաթաթել, բայց ժամանակը անցնում է մարդը տենում է որ ժոնգտոնք կլինի, ման կլինի, թե ասենք հայգեր կլինի, Ինքը մեկ է մեկ գործը կանգառում կանգնած է էլի։ Մեկ ավտոբուսը գալիս են չի կարող Չէ, բայց տեղավորվել։ այստեղ դուք չլսեցիք կամ ուզը չեք ֆիքսել փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Գրիգորյանը, երբ որ լրագրողը իրեն հարց տվեց, ամիսներ առաջ էր բոյկոտը դեռ չէր սկսել, ասաց բայց ախր մարդիկ էլի կանգառներում սպասում են, չէ, ընդդիմությունը ահազանգում է դրան, ասես տեսեք, այո, համաձայն եմ ձեզ, սպասում են, բայց եթե միջև այդ սպասում էին գազելների, հիմա սպասում են ման ավտոբուսների, որոնք ունեն օթորակիչ եւ ավելի գեղեցիկ տեսք ունեն, այսինքն մարդը բովանդակային խնդիրը չի հասկացել, որ քաղաքացի չպիտի սպասի։ Հրաշալի է հասկացել, պարզապես ես վստահ եմ, որ ինքը փորձել է, այսպես ասենք, հարցը սարկազմով ինչ որ մի ձև Չէ, սարկազմ չէ, շատ լուրջ, այդտեղ կարելի է ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգի գումարը գծվել, մի հատ Boeing առնել, թող ամբողջ Երևանում սպասեն այդ Boeing-ին, դե կգա, չի գա, այդ արդեն ուրիշ հարց։ Ձեր ասացի ժողովրդական սատիրայի շարունակությունները, այդ գազել թեման, եւ երբ որ մենք դուրս էինք եկել բոյկոտի քարոզության, մեր քաղաքացիներից մեկը մի հատ պատկառելի տիկին ասեց, դե եթե նախկինում խալխի մարդուն պզած գրկած է երթևեկում, հիմա խալխի մարդուն կանգնած գրկած են երթևեկում, այսինքն շատ բան չի փոխվել, հա։ Այսինքն այդ ամեն ինչը տեղավորվում է ճակերտավոր տրամաբանության շրջանակներում։ Ես դա մի քիչ էլ որ տրանսպորտային համակարգը փոխեն, կարող է իր սեփական մարդուն գրկած գտնա, դա ակն առաջընթաց կլինի։ Չէ, ակնհայտ է որ Երևանը կառավարման լրջագույն կոլապս է ապրում, չգիտեմ, ձյունա գալի քաղաք դառնում է Սահադաշտ, Անձրևա գալի դառնում է Օվկիանոս, փոշի չափող սարքելը, ասենց կարմիր լույսերը վառում են, ասում են, էլ տեղ չկա, հակագազով պիտի մարդիկ ման գան, հա։ Գիտեմ, շինթույլտվություններ, տրանսպորտը նորմալ չի աշխատում, եկել տենում ես Նիկոլա Փաշինյան 8-րդ տարին է իր իշխանության Facebook-ում գրում ասում, այ մենք Սասունցի Դավիթ Կայարանի շարժասանդուղքներն ենք փոխել։ Ինքը սիրում է, չէ՞ կարգին հաղորդումից մեջ բերում նա պատոհանը դրիմ։ Հիմա լրիվ այդ վիճակն է, շարժասանդուղք ենք փոխել։ Բայց այդ մարդը խորապես մնացել է կարգին հաղորդման տակ։ Իր բոլոր օրինակ էս վերջերս Սրբազանին անհայտ Սրբազանին թիրախավորելն էլ հայտնի բառը այնտեղից էր վերցրել։ Եվ իր թիմակիցները հիմնավորում են, որ այդ դոմփել բառը հայոյանք չի, որտեղ դե կարգին հաղորդումով ենք լսել, ոնց կարող հայոյանք։ Նեման նույն կարգին հաղորդումների մեջ թող ներեն ինձ պլանքյաշների տեսարաններ էլ կա։ Հիմա ինչ դա էլ են կրկնելու։ Կրկնում են, ხო, կամ դե հա դա կրկնում են բանի վիճակագրության տեսքով, որ Հայաստանում թմրաշրջանառությունը շեշտակի աճ է արձանագրել Telegram կանալներով հստակ, չգիտեմ, տեղերում տեղադրում են եւ հրաշալի շրջանառություն։ ոնց է աճել։ Ինչպես հնան դրա շնորհիվ։ Իրանքը բանով առնում ծախում են այդ փողը շրջանառում է, չէ՞, բանկերով, բանով։ Այնտեղ շրջարկով չի, դեռ NDS-ով։ Դա ամեն դեպքում տնտեսության համար։ Հա, իհարկե շարժից ուզա, այդ է խաղամոլությունն է, on-line է, որը մախինացիաների շատ լավ դաշտ է ստեղծում ստվերային փողերի շրջանառության։ Բանկային համակարգն է, ազգի գերակշիռ մասը ուղղակի գերիա բանկային համակարգի ձեռքին։ Դե իրանք էլ ասենք տենդեր, պետք գնում է, բան է, նորմալ է։ Բաներ կանեն, մեկ էլ ընդ ինչ որ գործեր կպահեն իրանց մոտ քրեական ընտրություններից ընդառաջ նրան չոր կձերբակալեն աղմկոտ հմեկով ռեպորտաժներ ցույց կտան, որ տեսեք իբրև թե մենք պայքարում ենք, բայց ամեն մարդ, ամեն բնակիչ, հատկապես չգիտեմ մարզերում, այն որ տենում են, ասենք իրենց հարևան նախկին երբեմնի կեղեքչին ձերբակալեցին, տարան, իբրև թե ցույց տվեցին, մամուլի հաղորդագրություն տարածեցին։ Ուղղակի հետո այդ մարդը վեր կացավ, վրայի փոշի թափ տվեց, քնչականում մի հատ կոֆե խմեց, հետները պայմանավորվեց, հետ եկավ տուն, դու այդ մարդու հարևանին չես կարող ապացուցել, որ այդուհանդերձ պայքարը շարունակվում է։ Ախր որ ասում եք գեղեցիկ, չէ, ինձ հետ այնքան հետաքրքիր է, սրանց ֆոնին դրանք գեղեցիկ չէ չեն երևում։ Արանք Հովիկ Արգամիջը։ Լուրջ հումոր չեմ անում։
Մարդուն ձերբակալել են, տնային կալանքի են տվել։ Եղել է ազգային ժողովի նախագահ։ Վարչապետ։ Ես ազգային ժողովի նախագահի վրա կֆիքսեմ։ Լավ։ Թեկուզ վարչապետ, հա։ Երբեք ինքը քաղաքացիների նկատմամբ չափը չի անցել։ Լրագրողների նկատմամբ չափը չի անցել։ Այո։ Կոռուպցիայի մասով չեմ կարող ասել, չի եղել կոռուպցիա բան։ Բայց որպես մարդ, հա, մարդկանց հետ շփվելով, Հա, բանով։ վարվեցողության նորմալ Եվ կա Ալեն Սիմոնյան, որը խորհրդարանի ղեկավար է հիմա եւ իր թիկնապահներին ասել է պահել են քաղաքացուն, թքել է քաղաքացու վրա։ Իր մայրն էլ սեռական բնույթի չոր հայոյանքի նշան է ցույց տվել։ Ես չգիտեմ, որքան որ գիտեմ, Հովիկ Արգամիչի մայրը մահացած է, ողորմի իրան, եթե մահացած է, բայց իրենց գյուղում շատ հարգարժան կին էր։ Այսինքն, այստեղ ով է գեղեցիկ, եկեք նայենք, էլի, անկեղծ ենք, որովհետև մենք այդ կլիշեների տակ ենք մտել, իսկ կոռուպցիայի առումով, երբ որ նայում ես նրանք էլ սրանք էլ էլի կոռուպցիայով են զբաղվել, կներեք իմ համար գեղեցիկը Ալեն Սիմոնյանն է։ Որովհետև մարդկային իր վարքագիծը հազարապատիկ անընդունելի է, քան Հովիկ Աբրամյանի։ Կամ, չգիտեմ, այսինքն այս ամեն ինչը այդ մենք մտել ենք իրենց տված կլիշեների վրա, գեղեցիկ չի իրանք են իրականում։ Տեսեք, Իրենց ֆոնին, սրանց ֆոնին շմայս անգամ ավելի ընդունել։ հիմա տեսեք, այսօր արդեն մամուլով քննարկվեց, որ նույն Հովիկ Աբրահամյանին տվել են տնային կալանք եւ քննարկվում է Թորան հարսանիքին իր մասնակցության, չմասնակցության հարցը։ Միակ դրական բանը այն է, որ ոստիկանները նորմալ հարսանիքի կմասնակցեն, կուտեն դուրա։ Ոստիկանների ուղեկցությամբ պիտի գտնեն։ Հա։ Բայց հիմա տեսեք ինչու՞մն է հարցը, եթե գեղեցիչներին այդ իրավունքներից զրկելու, այդ կարգավիճակից զրկելու լոզունգներով իշխանության եկածները չեն գնում այդ գեղեցիչների հետևից եւ այդ գեղեցիչների հետ գնում են գործարքի, նրանք դրանից չեն դադարում գեղեցիկ լինելուց։ Ինչ վերաբերում է ձեր ասած դրվագով, այդ ովքեր որ պիտի գեղեցիչների դեմ պայքարեին, բայց հիմա գործարքի են գնում հետները, նրանք իհարկե շատ ավելի վատն են, քան այդ գեղեցիչները, որտեղ գեղեցիչներից հանրությունը ակնկալիք չուներ, քվե չուներ, հանրությունը պայմանավորվածություն չուներ, քվե չէր տվել, որովհետեւ ակնկալիք չկար, բայց այդ մարդիկ ահա այդ գեղեցվածների քվեները շահարկելով, նրանց էմոցիաների հետ խաղալով, գալով իշխանության, դարձել են այդ գեղեցիչների, արարքների սպիտակեցնողը, պարզաջրողը, հետները գործարքի գնացողները, անշուշտ այսօրվա կառավարիչները բարոյական հարթության վրա, այո, նաև քաղաքական հարթության վրա շատ ավելի մերժելի են, շատ ավելի անընդունելի են, որովհետև իրենք շալակել են, իրենք ստանձնել են տարբեր մարդկանց, այսպես ասենք, սպիտակեցնելու եւ լվանալու ֆունկցիան։ Այդ առումով մեր ժողովուրդը շատ, այսպես ասենք, բարդ դժվարին ընտրության առաջ է կանգնած, բայց ես կարծում եմ, որ առաջիկա ընտրությունները շանս են, որ Հայաստանը վերածնունդ ունենա եւ այս անկման գահավիժման ընթացքը կասեցվի։ Եվ վերջում նաև արձանագրենք ձեզ մտքից հետաքրքիր այսպես դիտարկում ինձ համարարեցի Նիկոլ Փաշինյանը թե հիշում եք վերջերս հայտարարել էր որ ժողովրդի 50%-ով ավելի լավ է ապրում, քան 2018-ին եւ այդտեղ դուք տնտեսության ոլորտներ ասցիք, որոնք իրականում ծաղկում են։ Դա բան խաղամոլություն, գումարբազություն, պլանքաշություն եւ պարտքերի տակ ճռալ բանկերի դռները։ Այս 3 առումով մենք մեր նախորդ եթերներից մեկում ասացինք, չէ՞, հիշում եք, որ այդ տնտեսությունը իրական այդ ճյուղերը թռիչքաձև աճ են ապահովել իրենց համար, բայց դա ամենևին չի խոսում ժողովրդի լավ ապրելու մասին։ Դրանք ժողովրդի վատ ապրելու փոքր թվի եւ օլիգարխների, այդ թմրավաճառների, խաղամոլությունը հովանավորողների մեծ եկամուտների թվի խառնուրդն է, որը ոչ մի էական օգուտ չի տալի ժողովրդին եւ փաշինյանական իշխանության տնտեսության հենքը այսօր հենց այդ 3 շերտերն են, որոնք նաեւ կարծեք թե իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ առաջիկա ընտրություններում պիտի լինեն նաեւ իր հիմնական հենարանը ձայներ ստանալու։ Այո։ Ես անկեղծ որ ասեմ, այդ ամենի մեջ, բացի ստից ու կեղծիքից,
մի այսպիսի նաև տողատակային վատ դրվագ կա բացական հանրությանը ուղակի օրվա հաճույքներով սպառող դարձնելու այդ բանն ա որ ինչ անվտանգություն, ինչ Արցախի կորուստ, ինչ եկեղեցի, ինչ բան խաղացեք թմրանյութից օգտվեք, հա բանկից վարկա բանա վերցրեք, Փողել չկա, բանկից վերցրեք, հա։ Դե հետո միտեղ կաշխատեք մանր համ բանկին փայ կտակ, մեզ կտա։ համ մեզ կտակ, համ խաղադրույք կանեք, կարող անդեղել կպնի ինչ որ մի բան։ Տենց յոլա գնացեք, լավ է, էլի հանգիստ ապրեք ձեր համար, Արցախից էլ ըստ իրենց բրծել են այդ թեմայից։ Մնում է Ալիևին Էրդողանին համոզենք էլ կռի մռի չլինի բան։ Այտենց հանգիստ ապրեք ձեր համար։ Facebook-ում էլ ով ուզում է թող հայհոյի, ֆեյքեր բացեք, քֆուր տվեք իրար, անպատասխանատու վարքագիծ դել դա լրջագույն պրոբլեմ առնելու Հայաստանի ապագա իշխանության համար, որ այս աղբը որ կա որ սոցիալային տիրույթում դա ինչ որ մի ձև կառավարվի, հակառակ պարագայում այս ամեն ինչը դեգրադացիան մի ուրիշ մակարդակի է հասցնելու մեր հասարակության։ Այսինքն այդ բանաձևն են իրենք ворթեգրել, հանրության ավելի ամորֆ, անդեմ հոգևոր ու բարոյական արժեքներ չունեցող ինչ որ սպառողների հավաքածուի բան անեն, վերածեն։ Այսինքն, եթե արտաքին վտանգը չլի, հանրությանը այդ զարգացման ճակերտավոր տենդենսների մեջ դնելը արդեն իսկ ինքնին հակազգային, հակապետական վարքագիծ է, որը պետք է օր առաջ կասեցնել, դրա դեմ առնել եւ հանրության յուրաքանչյուր անդամ իր ասելիք ունի, իր անելիք ունի, թող ոչ մեկը չկարծի, որ ինքը որ չգնա տեղամաս իրան երկրում ինչ որ լավ բաներ արինելու։ Ոչ, յուրաքանչյուրը պարտք ունի տալու եւ քաղաքացիական եւ ամենակարևորը նաեւ հստակ բաց արտահայտվի տեսակետների մասին։ Այդ լատենտ, այդ ստրախովկա պահող կներեք իհարկե, այդ դե հլա տենանք որ կոնք թեքվի ծանրությունը չի անցնելու, չի ներվելու, առնվազն ճակատագրի եւ նախախնամության։ Շնորհակալ եմ։ Ես շեշտում զրուցում եի Մանուկ Սուքիասյանի հետ, տեսություն կհանդիպենք։